Բարի առաջին ծրագիր շարունակում ենք մեր եթերը եւ տեղափոխվում ենք մարզաշխարհ։ Ապրիլի 13-ից 19 Երևանում կանցկացվի տափողակով հոկեյի աշխարհի առաջնություն։ Հայաստանի հավաքականը վերսկսել է իր ելույթները միջազգային ասպարեզում 2010 թվականին։ 15 տարվա մեջ առաջին անգամ հավաքականը հանդես կգա Հայաստանի մայրաքաղաքում կանալիք աշխարհի առաջնությունում։ Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Իրանը, Քուվեյթը, Ինդոնեզիան, Մալազիան եւ Ուզբեկստանը։ Իդեպ Ուզբեկստանը առաջին անգամ է հանդես գալու աշխարհի առաջնությունում եւ համարվում է Հայաստանի գլխավոր մրցակիցը մրցաշարում։ Եվ այս առիթով մեր տաղավարում է Հայաստանի տափողակով հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արամ Սարգսյանը։ Բարի առավոտ։ Բարի Լավ, դուք ինչպես եք։ Շատ լավ։ Խոսում ենք մի շատ հետաքրքիր իրադարձության մասին։ Ճիշտ ասած, տափողակով հոկեյ, ուզում հասկանամ նախ միջև անցնել արդեն առաջնությանը, թե ինչքանով այսօր Հայաստանում զարգացած այս մարզաձևը, սպորտաձևը եւ որտեղից ենք սկսել եւ միջև այսօր ուր ենք եկել։ Իրականում, եթե մի քանի քայլ հետ գանք, այսինքն հասնենք 2000-ականներ, այդ ժամանակից է սկսվել Հայաստանում տափողակով հոկեյը, այսինքն Կարեն Խաչատրյանի կողմից հիմնվել է ֆեդերացիան եւ փորձել են մանր-մանր զարգացնելով գնալ առաջ։ Եթե հաշվենք ինչ որ մի հատ գագաթնակետ, որտեղ հասել էինք 2010 թվականին, նույնը կրկնվել էր, այսինքն բացի նրանից, որ Հայաստանը վերջի անգամ այդ ժամանակ էր հանդես եկել որպես հավաքական, խաղերը տեղի են ունեցել, երրորդ դիվիզիոնի խաղերը տեղի են ունեցել Հայաստանում, այսինքն Համալիրում մենք ունեցանք էլի հյուրընկալներն էինք մենք։ Հետո ունեցել ենք դադար կապված թե հավաքականի հետ խնդիրներ, ինչ որ թե ֆեդերացիայի խնդիրներ եւ այլն չմանանանք։ Այս պայդրությամբ վերջի 3 տարիների ընթացքում ստեղծվել է Հայաստանի հոկեյի լիգան եւ ֆեդերացիայի հետ արդեն համագործակցելով սկսել են զարգացնել հոկեյը։ Այսինքն այս պայդրությամբ ունենք նաեւ երեխաների դպրոց, ունենք ներքին առաջնություն, որտեղ խաղում են 4 թիմ, ունենք B ներքին առաջնություն, որտեղ խաղում են եւս 3 թիմ, այսինքն եթե ընդհանուր հաշվենք մոտավորապես ունենք 120 երեխա այս պայն պարապող, ունենք 250 հոկեյիստներ եւ այս 3 տարվա ջանքը թե ֆեդերացիայի նախագահ Վարամ Սարգսյանի, թե հայկական հոկեյի լիգային նախագահ Պյոտր Լեբեդևի կողմից բերեց համագործակցությունային կետին, որ մենք նորից հյուրընկալում ենք հանդես են գալի եւ նորից հյուրընկալում ենք Հայաստանում այս առաջնությունը։ Եկեք առաջնության մասով վերջից գանք, որովհետեւ իմ ուշադրությունը գրավեց, որ Ուզբեկստանի հավաքականը առաջին անգամ է մասնակցում մրցաշարին եւ հանդիսանում է մեր գլխավոր մրցակիցը։ Ինձ հետաքրքիր է ինչպես։ Եթե ճակերտները բացենք, քանի որ բացի Ուզբեկստանից բոլոր մնացած թմերն էլ չեն համարվում հոկեյի երկրներ, ինչպես նաեւ մենք, իրականում ուզբեկները խաղում են մնացած տարիքային խմբերում, այսինքն կա under 20, under 18, առաջի անգամ men's senior են խաղում։ Ինչու է համարվում մեր առաջի հակառակորդ, այդպես ասենք, որովհետև կան այնտեղ շատ ուզբեկական ռուսներ։ Այսինքն լեգիտիմ կարգով կարող ես դու խաղարկել ինչ որ ուրիշ այլ ազգի խաղացողներին եւ Ուզբեկստանի հավաքականը չասեմ գնել է, բայց վերցրել է հնարավորություն, եթե տեղյակ եք KHL-ի մասին, դա կոնտինենտալնի հոկեյի լիգան է, այսինքն Ռուսաստան, Բելարուս իրար հետ որ խաղում են կլուբային խաղերը, շատ հեշտ ձևի վերցրել է այնտեղից ռուսական խաղացողների, որոնք պրոֆեսիոնալ են։ Այսինքն եթե Հայաստանի թիմը բաղկացած է 95%-ով հոկեյիստներով, որոնք պրոֆեսիոնալ հոկեյիստ չեն, այսինքն մեկը ծրագրավորող է, մեկը, չգիտեմ, product manager է, եւ այլն, ուզբեկական հավաքականում կան մոտավորապես 10 պրոֆեսիոնալներ, որոնց գործը հոկեյ խաղալն է, ոչ թե օրինակ ծրագիր գրելը։ Մնացած թմերն էլ իրականում, եթե նայում ենք օրինակի համար նույն Քուվեյթին, Քուվեյթում նորից կա այդ խնդիր չասեմ, կան քուվեյթական չեխերը օրինակի համար, եւ որոնք ներքին առաջնություններում հավաքում են 100-ից ավել միավոր, դա մեր գործն է, այսինքն մենք ամեն խաղացողին եւ ամեն հավաքականին մարզչի հետ, կոնկրետ ես չէ, բայց խաղացողները ու մարզիչը նայում են, հետեւում են, հասկանան թե ովքեր են նրանց հակառակորդները, իսկ մնացածը արդեն տեղական թմեր են, այսինքն հավաքված
Իսկ հավաքականը մեր կազմում միայն Հայաստանի Եթե համարեն քաղաքացի, այո, մենակ Հայաստանի քաղաքացիներ են, բայց չէ, իրականում մենք էլ մեր հավաքականում գեոպոլիտիկ աշխարհի խնդիրներից ելնելով հոսք եղավ Հայաստան ռուսների եւ հոսք եղավ Ռուսաստանի հայերի։ Այսինքն ի տարբերություն մնացած հավաքականների նախ դա եղել է ոնց որ իներցիայով այդ ամեն ինչը, այսինքն պրոստը մարդիկ հայտնվել են ճիշտ բային, ճիշտ տեղում։ Եվ այս կողմից է ստեղծվել է հոկեյ լիգան ճիշտ բային եւ համալրվել են մեր ակումբները որոշակի քանակի ռուսներով, բայց դա մոտավորապես 30%-ն է, որից նույնպես նշեմ բոլորը պրոֆեսիոնալ չեն։ Բայց մնացածը դա կամ Ռուսաստանի հայերն են, կամ մեր այստեղ այսպես տեղական մեր երևանցիները եւ տեղացի հայերն են։ Ինչ մարտահրավերներ կան ֆեդերացիայի առաջ կապված առաջնության կազմակերպման հետ։ Իրականում մարտահրավերները 2000-ականներից մինչև հիմա չեն փոխվել, մենակ էս վերջերս փոխվեց, սա կնշեմ, այսինքն դռներ կային, որոնք միշտ փակ էին մեզ համար, ու ինչպես նաև դուք կզարմանաք օրինակի համար, եթե խոսենք հոկեյի մասին, դա ամբողջ երկիրն էր զարմանում, թե ինչ հոկեյ, ինչ թմային սպորտի զարգացում եւ այլն, հայերը ուր հոկեյ ուր, բայց իրականում Հայաստանը մոտավորապես 7-8 անգամ հանդես է եկել աշխարհի խաղերին, Հայաստանի Ֆեդերացիան հանդես է գալի որպես պատվավոր անդամ ասոցիացիայում, այսինքն ֆեդերացիաների ասոցիացիայում եւ ինչքան էլ դուք հո կողմը պահում ես ճիշտ, լավ, փորձում ես ամեն ինչ կազմակերպես, բայց միջև այս վերջերս թե ֆեդերացիան, թե լիգան եղել են ինքնաֆինանսավորվող եւ ինքնավարվող կազմակերպություններ։ Այսինքն թե ընկերական ֆինանսներով, թե ինչ որ համաընդհանուր ֆինանսներով, որը ներքին են, այսինքն չեն եղել գործընկերներ, չի եղել պետական ֆինանսավորում, նույնիսկ նույն սահադաշտը, որտեղ հոկեյիստները պարապում են, եղել է մեր կողմից վարձակալած, այսինքն գումարը տրվել է, մենք այնտեղ որտեղ բայց կան նաև պետական, հա, մենք ունենք հիմա որտեղ անցկացվելու է Իսակովի Գեղասակի եւ հոկեյի դպրոցը, դա պետական կառույց է, դա կոմերցիոն կառույց չէ։ Բայց այս պայդրությամբ ստացվել է այնպես, որ թե պետության կողմից այն պահը, երբ որ բոլորը իմացան, որ արդեն աշխարհի առաջնությունը հյուրընկալման մենք բիդ ենք արել, հա, եւ ստացել ենք եւ նախադեպը չունեցող 100% ձայներով ենք անցել, սկսվեց շարժը, այսինքն պետական կառույցների կողմից մենք շատ ակտիվ աշխատում ենք ԿԳՄՍ նախարարությունների հետ, որի պարագլուխը սպորտի գծով այն ժամանակ Կարեն Գիլոյանն էր, շատ մեծ օգնություն ենք ստացել Ժաննա Անդրեասյանից, տիկին նախարարից, եւ այս պայդրությամբ արդեն ստացվել է այնպես, որ ունենք հովանավորներ, այսինքն եթե backstage-ում նույնիսկ տեսնենք, այնտեղ YoHealth-ը երևում է եւ Fastex-ը մեր գործընկերներն են, գլխավոր հովանավորներն են եւ կան տեխնիկական սպոնսորներ եւ այլն, որոնք օգնեցին մեզ, որպեսզի չխափանվի աշխարհի առաջնություն հասկացությունը։ Ինչպես է գնահատում մեր հավաքականի մարզավիճակը։ Անցկացվում են թեկուզ այս պահին ես ստուդիա գալուց առաջ Հայաստանի հավաքականի ընդհանուր խմբանկարի մասնակից էի, հետո ասենց որ ոտս Միքայել դրեցի են կոմսառոցից, մի անգամից մարզիչը գոռաց, բոլորդ մոռացեք, թե նկարահանվում եք, թե աստղեր եք, սկսեք պարապել։ Այսինքն այս պահին թեկուզ անցնում են հավաքները օրական 2 անգամով, թե սառույցի վրա, թե սառույցից դուրս, այսինքն մարզումները, ֆիզիկական նաև մարզումները, այս պայդրության կարող եմ ասեմ առաջինը ինչը մենք ունենք ու ոչ մեկ չունի, դա մենք ունենք կազմված թիմ, այսինքն մերոնք բոլորը իրար հետ են պարապում, իրար հետ են ուտում, քնում, զարթնում, որպես հավաքական իրենք ամենաուժեղ կողմը Հայաստանի հավաքականի, որ իրենք թիմ են, այլ ոչ ինչ որ հավաքված ջոկած խաղացողներ տարբեր թմերից։ Դրա համար լավ եմ գնահատում, շատ։ Յանալի, ակնկալում ենք հաղթանակներ։ Ակնկալելը դա իմ կարծիքով մի կողմն է, մի երեսն է, մենք միշտ ակնկալում ենք հաղթանակ, այսինքն սկսած հանդերձարանից է, այդ ամո դուխը Հայաստանի հավաքականի եւ տեսլականը Հայաստանի հավաքականի միայն ոսկին է։ Դրա համար մենք սպասում ենք մեր բոլոր երկրպագուներին, Հայաստանի հավաքականի երկրպագուներին,
որոնք թեկուզ հոկեյի մեծ սիրահար չլինեն, բայց ուզում եմ հեռուստադիտողին եւ նաեւ ձեզ ասել, որ հոկեյը այնպիսի դինամիկ սպորտ է, երբ որ դու գտնվում ես արենայում, ինքը շատ ուրիշ զգացողություն է, այսինքն ատմոսֆերան այնպիսին է, որ ուզած չուզած դուրդ գալիս է, քանի որ շատ արագ սպորտ է, դինամիկ է ու ընդհանրապես մարդիկ գնում են ավելի շատ արենա, քանի որ խնդիր ունի հոկեյի որպես սպորտաձև, որ տափողակը հեռուստացույցով չի երևում։ Այսինքն, եթե դու ինքդ չես նայել շատ անգամ, դու կարող ես բաց թողես։ Մենք չգիտեմ, երեխա ժամանակ ես կանգնում էի հեռուստացույցի կողքը, տղաներին մատով ցույց էի տալի, որտեղ է տափողակը, էլի, ստեղ նայեք։ Երկրպագուների համար կան վաճառքի տոմսեր, այսինքն կարող են գնել տոմսեր, գալ եւ երկրպագել Հայաստանի հավաքականին, իսկ ովքեր օրինակի համար այդ թե զբաղվածության, թե ինչ որ ուրիշ գործերի պատճառով չեն կարողանա գան գեղասակի եւ հոկեյի դպրոց, ունենալու են երկու ֆանզոնա, այսինքն մեկը Շահումյանի հրապարակում, որը նախարարությունների դիմաց է, որտեղ ֆուտզալը, ֆուտբոլը եւ այլն այդտեղ էկրաններով, խմիչքով, ուտելիքով եւ այլնով, երեխաների համար activity-ներով, հա, երկրորդը լինելու է օպերայի հարևանությամբ, մոտ ամեն մեկը կարծում եմ 500 հոգու հաստատ կտեղավորի, եթե ոչ մի պակաս, նույնը արենայում մենք ցավոք սրտի այս պայն չունենք հնարավորություն համալիրում նորից անենք, որտեղ կունենայինք 7000 հոգու հնարավորություն, մենք ունենք այս պահին դելի 500 նստատեղ, հա, կարծում եմ հավաքականի խաղերին դա լցնելը բարդ չի լինի։ Հեռարձակումը կլինի ամբողջ աշխարհով։ Հեռարձակումը տարբերակվում է երկու տեսակի հեռարձակում, որը Հայաստանում Fast TV-ով կարող են դիտել, իսկ քանի որ իրանք են ցույց տալու, իսկ աշխարհում կարող են մեր YouTube-յան ալիքներում նայել, միջազգայինի YouTube-յան ալիքում եւ միջազգայինի վեբսայթում, այսինքն լինքը տրված կլինի նայելու։ Որպեսզի սպորտաձևը շարունակի իր կյանքը, հա, երկար տարիներ եւ լինի բարձր կետում, պետք է ճիշտ սերնդափոխություն կատարվի մարզիկների։ Քանի որ մենք ունենք արդեն 15 տարվա պատմություն, ինչպես ես գիտեմ, կամ միգուցե եւ ավել, ինչքանով է հետաքրքրվածությունը երիտասարդների դեպի հոկեյը, որովհետեւ մենք այն երկիրը չենք, որը տենց միշտ ունեցել է հոկեյի պատմություն, բայց արի ուտես, որ 15 տարի է ունենք այդ պատմությունը։ Ինչքանով են այսօր երիտասարդները դեպի այս սպորտը գալիս։ Իրականում, եթե ստատիստիկ տվյալների մի քիչ նայենք, ես հիշում եմ ժամանակին, երբ որ մենք փոքր էինք, ես էլ եմ խաղացել, նո 30 հոգի էինք հավաքվում ընդհանուր, հա, այդ 30 հոգին պլյուս մի քիչ է իրանց բարեկամներն էին տեղյակ ընդհանրապես հոկեյի մասին, բայց այս պայդրությամբ հասել ենք ինչ որ մի նպատակի, այն որ մարզչի հետ էինք խոսում, որ երբ որ ինքը մականը ձեռքը նստում է տաքսի, հա, ոչ մեկ չի հարցնում քեզ ուր տանեմ կամ ինքը չի նայում ուրա գնում, ինքը գիտի, որ երկու ուղղություն ունի կամ գնալու է Գեղասակի դպրոց եւ հոկեյի կամ գնալու է Գազպրոմ, այսինքն որտեղ հոկեյի երկու տունն են, սենց ասած, որտեղ պարապում են եւ երեխաների քանակը տեսնելով եւ ասեմ գովելի է իմ փաստը, որ թեկուս այդ հոսքը Ռուսաստանի ժողովրդի մենք կարացանք այնպիսի մի հատ ֆլեքս անենք, որ այս պայդրությամբ չեմ ասի, գիտեք, մեր Երևանի կամ Հայաստանի երեխաները 30-ն են 130-ից։ Մոտ 50-50 է, քանի որ տենդենսը նկատվում է, մենք փորձում ենք ամեն ձև, հա, սկսած նրանից, որ մեր գամփռները ամեն օր, մեր մասկոտը ամեն օր հյուսիսայինում 3 մասկոտ վազվզում են, երեխաներին են զբաղացնում, հա, ինչ որ զվարճացնում, մենք փորձում ենք դպրոցների, մանկապարտեզների հետ համագործակցենք այս բանը, բայց ամեն ինչ մեր ուժերով, այսինքն կապ չունի դու գլխավոր քարտուղարն ես, նախագահ ես, չգիտեմ, ինչ որ գործադիր տնօրեն ես, թե չէ, բոլորս եթե պետք եղած ժամանակ ֆորմալ ենք հագնում, հա, գամփռել ենք դառնում, գնում ենք եւ փորձում ենք այդ մեր sense ասած բրենդի ու հոկեյի ճանաչումը բարձրացնենք ամենտեղ։ Մենք ձեզ մաղթում ենք հաջողություններ եւ համոզված ենք, որ հաղթանակներ շատ են գրանցվում, այնպես որ ուզում եմ ձեզ նվիրել Իջևանի Սափո Ռոզեգինին, որպեսզի նշեք ձեր հաղթանակները։ Շատ շնորհակալ եմ։ Եվ ունենք գործընկեր բրազիլական Տրամոնտինան, որը ներկայացնում է խոհանոցային պարագաներ, չգիտեմ, խոհանոցում կաք թե չկա, բայց ամեն դեպքում
լինում են բայր, երբ նույնիսկ տղամարդիկ են գնում խոհանոց եւ համեղ բաներ պատրաստելու ակնկալիքով։ Tramontina-ն բրազիլիական բրենդ է, որ ներկայացնում է խոհանոցային պարագաներ, որոնք ունեն յուրատու ծածկույթ, իրենց վրա չեն վերցնում թունավոր բակտերիաները։ Կարծում սա մի փոքր թեթևացնի հոգսը ձեզ խոհանոցում եւ մաղթում ենք հաջողություններ ու միանշանակ հաղթանակներ։ Բոլորին սպասում ենք ապրիլի 13-ից 19։ Ձեր գլխավորությամբ։ Շնորհակալ ենք։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կամփոփենք այսօրվա առավոտը։